Առանց yazış. Չէ, զուտ ընդհանուր։ Ընդհանուր չէ բանես, բայց քեզ կարամ չնկարեմ։ Պարոն Փաշինյան, պարոն Փաշինյան, պարոն Փաշինյան, երկու երիտասարդ անցել են ադրբեջանական կողմը, ինչ եք անում։ Ինչ բանակցություններ եք վարում վերադարձնելու համար, պարոն Փաշինյան։ Մի հրեք ինձ, չհրեք, մի հրեք, չէ փորիս եք խփում, մի արեք։ Ահա դուք տեսնում եք գինու փառատոնին շքախմբով շրջում է Նիկոլ Փաշինյանը։ Նա հրաժարվում է հարցերի պատասխանել, ավելին ՊՊՑ-ի աշխատակիցները թույլ չեն տալիս նրան մոտենալ, ավելի վաղ տիկնոջ եւ իր երեխաների հետ միասին նա սրճարանում նստած էր։ Ընտանիքի անդամները կենացներ էին խմում։ Պարոն Փաշինյան, առաջին անգամ Ադրբեջանին շնորհավորել են։ Այդ մասով ինչ կարող եք ասել։ Պարոն Փաշինյան, տպավորություն է ստեղծվում, որ ձեզ համար Ադրբեջանն ու իր հանրությունը ավելի կարևոր են, քան մենք մեր ժողովուրդը։ Կընկնեք, ուշադրություն։ Պարոն Փաշինյան, եկեղեցու հետ կապված էլ պատերազմ եք ուզում, քաղաքացիական պատերազմ եք ուզում, պարոն Փաշինյան։ Քաղաքացիական պատերազմ եք ուզում։ Извините, Փաշինյան։ Պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան, քաղաքացիական պատերազմ եք ուզում։ Մի հրեք, չհրեք։ Ինչ իրավունքով եք Լավ է, հասկացանք, էլի խնդրում եմ, մեզ կողմը սպասի, էլի Անի ջան մի հատ, վայ։ Սպասեք ես ձեզ չեմ խանգարում, չէ ձեր աշխատանքը կատարել։ Հենց հիմա ինչ ես անում, վայ։ Հենց հիմա հարց եմ ուղղում։ Զգուշ։
Նիկոլ Փաշինյանը մեծաթիվ ախրանիկներով, ՊՊՑ ծառայողներով հեռացավ այստեղից, նա իր կողակցի եւ երեխաների հետ էր, նա հրաժարվում էր որևէ հարցի պատասխանել։ Նիկոլ Փաշինյանը անպատասխան թողեց նաև հարցը արդյոք թիրախավորելով եկեղեցին ուզում է հասնել քաղաքացիական պատերազմի։ Մենք նրան հարցրեցինք նաև Ադրբեջանին շնորհավորելու հետ կապված, ասացինք այն ընկալումը ինչ կա ժողովրդի մեջ, հարցրեցինք, ստացվում է, որ իր համար առավել կարևոր են Ադրբեջանն ու Ադրբեջանի հանրությունը, քան հայ ժողովուրդը։ Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողակիցը անվրդով գինի էր վայելում եւ իրենց ավանդական կուկուրուզն էին ուտում։ Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանին թույլ էին տալիս մոտենային միայն այն քաղաքացիներին, ովքեր ուզում էին նրա հետ լուսանկարվել, նրան թույլ էին տալիս մոտենալ նաև օտար երկրացիներին, իսկ այն քաղաքացիները, ովքեր ասում էին, որ հարցեր ունեն, թույլ չէին տալիս, որպեսզի Փաշինյանին ու իր կողակցին մոտենային։ Անվտանգության աշխատակիցների թիվը մեծ էր, ինքներդ կադրերում տեսակ, մեքենան մի քանի մեքենա էր։ Այսքանը հարգելի հետևորդներ, ես առաջարկում եմ Փաշինյանի ու իր ընտանիքի անդամների մասնակցությամբ տեսանյութերը դիտեք New Day AM լրատվական կայքում։ Հիշեցնեմ, մենք փորձեցինք Փաշինյանին հարցեր ուղղել, սակայն դա հրահանգեց անվտանգության աշխատակիցներին թույլ չտալ, որպեսզի ես մոտենամ նրան։